2021 թվականին մենք չկարողացանք ազատագրել, որովհետև նրա թիկունքին կազմակերպեց մեր հարևան, այսպես ասած, այդ բառն չի սազում, բայց մի խոսքով հարևան թուրքերը 2022-ին, 23-ին, 24-ին բոլոր այդ ընդվզման պրոցեսների ժամանակ իր հիմնական աջակցությունը եղել է Թուրքիայից եւ Արևմուտքից։ Այսօր Թուրքիան ու Արևմուտքը արդեն շատ խառն են իրանով։ Եվ սա բավականին լավ հնարավորություններ է տալիս մեզ, հետևաբար օգտվելով նաև ձեր եթերի ընձեռնված հնարավորությունից, ես ուզում եմ դիմել բոլորին, այդ թվում հասարակ քաղաքացիներին, որ սիրելի հայ ժողովուրդ, մենք հիմա կանգնած ենք մի փուլում, որը շատ իրատեսական է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Սա մեզ մեծ հնարավորություններ է տալիս։ Եվ ինչքան իր նկատմամբ ճնշումը մեծանա, ինքը ավելի շատ արդեն կսկսի քաղաքացիների աղբը թափել, ինքը ավելի շատ կսկսի իր մեջքը կռացնել, որովհետև այդ մարդը սովոր է կռանալ յուրաքանչյուրի առաջ եւ յուրաքանչյուրից ինչ-որ բան խնդրել։ Բայց այս դեպքում որևէ մեկը չպետք է հավատա նրա կեղծ, այսպես ասած, խաղաղասիրությանը, կեղծ արդյունքներին, կեղծ հայասիրությանը, որովհետև այդ մարդը բացարձակ կապ չունի Հայաստանի հետ։ Այդ մարդը բացարձակ կապ չունի հայկականության եւ հայկական իրականության հետ։ Այդ մարդը ընդամենը սիրում է իր ստամոքսը, սիրում է իր կաշին եւ ինքը փորձելու է իր կաշին փրկել։ Իսկ մենք այդ կաշվից ավելի կարևոր ունենք մեր հայրենիքը, մեր երազանքները ու մեր նպատակները։